Սիրելի հայրենակիցներ, ես այսօր պատրաստել եմ հավով սոուս, որը շատ համեղ է ստացվել, նոր պատրաստման տարբերակով եմ պատրաստել և կցանկանամ, որպեսզի կիսվեմ ձեզ հետ։ Թե ինչ, անցնենք պատրաստման գործընթացին։ Պատրաստման համար հարկավոր է մեզ, որպեսզի հավի միսը առանձնացնենք կաշվից, թողնենք ջրի մեջ, որպեսզի այրունը դուրս տա։ Այնուհետև կարող ենք նաև պարզապես տեղափոխենք կաթսայի մեջ, վրան աղլեցնել և աղաջրով լավ ազատվել այրունից և այրան բոլոր հետքերից։ Լցնում ենք մեկ թեյի գդալախ, ավելացնում ենք այնքան ջուր, որպեսզի վրան ծածկի, այնուհետև լավ լվացնում ենք, ազատվելով այրան հետքերից, պարզաջրելուց հետո նոր մեկ թեյի գդալ աղլեցնելով կտեղափոխենք գազօջախին, որպեսզի եփվի։ Տեսեք ինչքան լավ դուրս է տալիս աղաջրի մեջ այրունը։ Լցրել ենք պարզաջուր, պարզաջրել ենք արդեն, ավելացնում ենք դափնուտերև և սև հադիկավոր պղպեղ և տեղափոխել գազօջախին, որպեսզի առանձին եփվի։ Պատրաստման համար անհրաժեշտ են հետևյալ բաղադրիչները, որոնք ներկայացրեցի, ինչպես նաև խմելի սունելի։ Ուրեմն վերցնում ենք սոխը, կտրատում ենք մանր և տեղափոխում ենք տապակու մեջ, որպեսզի լավ տապակվի։ Լցնում ենք ձիթայուղ, այնուհետև լցնում ենք կարագը, որպեսզի կարագը չվառվի։ Կարագով եթե ուզում եք պատրաստեք, ապա շատ կարևոր է, որպեսզի մի փոքր ձիթայուղ ավելացնեք, որպեսզի, ինչպես նշեցի, կարագը չվառվի։ Տեղափոխում ենք սոխը, որպեսզի փափկի մի փոքր ոսկեգույն դառնա ու հետո նոր ավելացնենք կանաչ և կարմիր կտրատած պղպեղները։ Եվ վերցնում ենք կանաչ և կարմիր պղպեղների 1/2 մասը, ինչի համար կարմիր և կանաչ պղպեղներ եմ օգտագործում, որպեսզի ճաշի տեսքը ավելի հարուստ լինի իր գունային գեղեցիկ երանգներով։ Մսի վրայից արագ քաշում ենք քյաֆը, որովհետև երբ որ քյաֆը բռնում է և չենք քաշում, այն միախառնվում է մսի մյուս ջրի հետ, դրա համար բռնելու պահից անմիջապես արագ ազատվում ենք քյաֆից։ Իսկ հետո կտրատում ենք կարմիր և կանաչ բիբարների 1/2 մասը։ Տեսեք ինչքան գեղեցիկ գունային համադրություն է։ Այսուհետ տեղափոխում ենք մանր կտրատված սոխի վրա։ Այնուհետև կտրատում ենք մեկ պոմիդորը, բաժանելով փոքրիկ խորանարդների և սա էլ ենք տեղափոխում թավայի մեջ։ Նախապես ավելացնելով 2 հատ սխտոր, որը տալիս է յուրահատուկ բույր մեր սոխոռածին ու յուրահատուկ համ։ Պարտադիր ավելացրեք սխտոր։
ճաշին տալիս է յուրահատուկ համ։ Փորձեք կհամոզվեք ինքներդ։ Սա էլ ենք խառնում։ Բոլոր բաղադրիչները խառնում ենք։ Եվ ավելացնում ենք 1 թեյի կդալ աղ, 1 թեյի կդալ խոշոր կարմիր պղպեղ, սև պղպեղ, եթե կծու չէ 1 թեյի կդալ և խմելի, սունելի մոտ կես թեյի կդալի չափով։ Հենց այս բաղադրիչներով արեք, ինչպես նաև 1 ճաշի կդալ տոմատ և կհամոզվեք, թե ինչքան յուրահատուկ համեղ ձեր ջաշը կստացվի։ Այս բաղադրիչները խառնում ենք և վերջում ավելացնում ենք 1 խորանարդիկներով գեղեցիկ կտրատված պոմիդորը։ Եվ թողնում ենք գազօջախը անջատելուց հետո, որպեսզի հանգստանա։ Իսկ այժմ անցնենք պատրաստման հաջորդ գործընթացին։ Կարտոֆիլը վերցնում ենք, կտրատում ենք ըստ ցանկության, ինչ չափի որ կցանկանանք, որպեսզի ունենանք ջաշի մեջ։ Այնուհետև վրան լցնում ենք նախապես արդեն իսկ եփված մսի կտորները։ Որից հետո լցնում ենք այնքան ջուր, որպեսզի վրան ծածկի։ Արդեն ջուրը լցնում եք այնքան, ինչքան որ սիրում եք, որ ջաշը պինդ լինի։ Ավելացնում ենք 1 թեյի կդալ աղ, մի փոքր ևս ջուր և մեր սոխորածը, որը շատ համեղ կստացվի և նույնիսկ հացով կարող եք ուտել այսպես պատրաստելով, որպես յուրահատուկ համեղ կերակրատեսակ։ Այնուհետև տարածում ենք, որպեսզի հավասարաչափ սոխորածը տեղափաշխվի, և եթե կցանկանաք, ջրի փոխարեն կարող եք մսի ջուրը ևս ավելացնել, շատ համեղ կստացվի ջուրը և կարող եք ավելացնել ճաշին կամ մեկ ուրիշ ճաշ պատրաստելու ընթացքում, կարող եք այս ջուրը օգտագործել։ Մեզ մնում է վերջում հավելել կանաչեղենը, մաղադանոս, սամիտ և իհարկե պարտադիր ռեհան։ Ոչ շատ մանր կտրատում ենք կանաչեղենը և ամենավերջում ավելացնում ճաշին։ Եվ ահա կստանանք այսպիսի արդյունք։ Սիրելիներ, պատրաստեք, շատ համեղ կստացվի, բայց ինձ մի հավատացեք, համոզվեք ինքներդ և գրեք մեկնություններում ձեր կարծիքը։